Ես ուզում եի մի փոքր նաև խոսել օդի որակի վերաբերյալ եւ վերջին շրջանում մենք անընդհատ խոսում ենք օդի որակից եւ իրականում խոսում ենք նաև այն պատճառով, որ սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել արդեն մոտավորապես 2 տարի է 2024 թվականից մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք որ միացված են մեր GIS համակարգին 175 սարքից մենք ունենք տվյալներ, եւ այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից եւ սկսում է բարելավել մարտի կեսերից եւ ցավոք սրտի, որքան էլ որ ամենացավալի հատվածը այն է, որ տենց բավականին բարդ գործոններով է պայմանավորված։ Առաջին հերթին իհարկե մեր աշխարհագրական դիրքով եւ այս սեզոնում նաեւ որոշակի եղանակային պայմաններով օդի ինվերսիայով եւ այդ օդը, այսպես ասած, գալիս է եւ մեր տարածաշրջանում էական ժամանակ մնում է։ Իհարկե լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք եւ մենք խոստացել ենք, որ խոսելու ենք նաեւ այդ լուծումների մասին եւ այդ լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Մասնավորապես խոսքը գնում, եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ եւ կարծում եմ սա երկարաժամկետի մասով է, բայց կարճաժամկետի մասով այն ինչը որ մեզ թույլ կտա մոտավորապես հետեւյալ մի վարժություն են կարել, որ հնարավոր է որ մի 10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք նախորոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական մի փոքր ստանդարտից դուրս երևի թե վարչարարական աշխատանք անենք, պարոն Ղուկասյան, պարոն Բաբայան, հարգելի գործընկերներ, վարչական շրջանի ղեկավարներ, այդ 10-15 օրվա մեր վարչարարությունը կարող է ազդել 45-ից 60 օրվա վրա։ Այսինքն խոսքը չի գնում այն մասին, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, բայց խոսքը գնում է որ այն մասին, որ տենց 10 օր ճիշտ թիրախային կետային աշխատանքի դեպքում մենք կարող հնարավորություն ունենալ մոտավորապես մի 20%-ի ազդեցություն ունենալ, որը իրականում էական ազդեցություն է։ Եվ մենք խոսել ենք պարոն Ղուկասյան, ճիշտ է մեր կարգավորումներով դեռևս չկա փոշու ճնշիչ այդ սարքերի կարգավորումը, այդ կարգավորումը դեկտեմբերին կընդունենք, բայց բոլոր կառուցապատողներին արդեն իսկ պետք է տեղեկացնել, որ իրենք հաջորդիվ եւ ես տեսել եմ, որ նաեւ ձեր արված աշխատանքի շնորհիվ նաեւ որոշ կառուցապատողներ, ովքեր որ իրենք էլ են հասկացել, որ առաջին քայլերը դրանք պետք է լինեն, բացի ցանցերից, արդեն իսկ տեղադրել են որոշ սարքեր, կարող եք տեղեկատվություն տաք։ Հարգելի պարոն քաղաքապետ, կան շինհրապարակներ, որը որ արդեն տեղադրված է, օրինակ Արաբկիր վարչական շրջանում 3 շինհրապարակ ունենք, բայց աշխատանքները շարունակվում են, մենք բոլոր շինարարների հետ կապի ենք եւ կփորձենք նենց անենք, որ մոտ ժամանակահատվածում բոլորը ունենան։ Շատ լավ, իրականում սա շատ փոքր քայլ է, իրականում մենք պետք է հասկանանք, որ շինարարությունը, ավտոմեքենաները եւ տենց մնացյալ այն ամեն ինչը, ինչ որ կա նաեւ ամառվա, գարնան եւ աշնանային սեզոններին եւ ավելի ակտիվ են հիմնականում այդ սեզոններին, ազդեցություն ունեն, բայց դա այն, եթե այդ ազդեցությունը ահռելի լիներ, մենք ամառվա ամիսներին նույն այս ավելի վատ իրավիճակ պետք է ունենայինք օդի որակի տեսանկյունից։ Այս ցավոք սրտի դա, այսպես ասած, մարդածին գործոնները այս երևույթի մեջ ավելի փոքր են իրենց բանով չափաբաժնով, բայց այդ մարդածին գործոնների վրա ճիշտ թիրախային կետային ազդեցության դեպքում 10-15 օրվա ընթացքում մենք կարող հնարավորություն ունենանք մոտավորապես 1.5-2 ամսվա օդի որակի վրա որոշակի ազդեցություն ունենանք։ Մենք շուտով
կհավաքվենք եւ կքննարկենք այդ լուծումները, մի փոքր դեռևս տենց վերլուծություններ պետք է անենք, դրանից հետո արդեն վերջնական լուծումները կքննարկենք, իհարկե բարդ լուծումներ են լինելու, տենց էական սահմանափակումների մասին են, բայց կարծում եմ մեր առողջությունը, երեխաների առողջությունը շատ ավելի կարևոր են, քան այն հնարավոր սահմանափակումները, որոնք որ պետք է մտցվեն այդ 10-15 օրերի ընթացքում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։